Սիրելի բարեկամներ, մի բան կասեմ ձեզ։ Վախն է պատճառը մեր բոլոր դժբախտությունների։ Ինչ դժբախտություններ, 1915 թվականին 1,5 միլիոն կոտորած։ Հենց վախի պատճառով շատերը իրենց կաշին փրկելու համար, իրենց ունեցվածքը փրկելու համար, վախ ունենալու, որ կարան կոտորվեն, պառակտվեցին, համագործակցեցին թշնամու հետ ու կոտորվեցին մեր նախապապերը, մեր պապերը։ Վախը միշտ կառավարել է մարդուն, մեզ է կառավարել, դրա համար էլ մենք միշտ կորցրել ենք, կորուստներ ենք ունեցել, միշտ մեր ամբողջ պատմության ընթացքում Տիգրան Մեծից հետո մենք ունեցել ենք կորուստներ։ Հիմա նույնպես վախը փորձում է կառավարել մեզ։ Մարդիկ կան, որ ասում են Իսրայելը այս խաղաղության ֆոնին ինչի համար ընդունեց կամ այդ process-ը սկսեց, որ ընդունի հայոց ցեղասպանությունը։ Մեզ պետք չի եւ այլն ինչ-որ մի բան կա։ Ինչ կա։ Ինչ ուզում ա լինի դա իր խնդիրն է, իսկ մեր խնդիրը գիտեք որն է, որ հայոց ցեղասպանությունը ճանաչեն ամբողջ աշխարհով։ Վախի մթնոլորտը, վախը ձեր հոգում, ձեզ կառավարում է հրաժարվել մեր ինքնությունից, մեր պատմությունից, մեր արժանապատվությունից ու մեր ազգային շահից։ Այո, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանը գոռում են բարձրաձայն ամեն անգամ, ամեն օր Խոջալոյի ցեղասպանություն, որ հայերը իբր թե իրականացրել են։ Վախը մեզ կործանելու է։ Երբ վախն է սկսում մարդուն կառավարել, մարդը ամեն ինչի պատրաստ է իր կաշին փրկելու ամեն գնով ու չի մտածում, որ հենց դա է կործանարարը։ Հիմա ինչ եմ ուզում ասել, մենակ մի բան կասեմ։ Պարտության սկիզբը հենց վախն է։ Եթե մարդիկ կան, որ մտածում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կամ Ադրբեջանի հետ հարաբերությունները չփչացնելու համար սառը գլխով պետք է դատել, հրաժարվել հայոց ցեղասպանությունից, ես կասեմ, որ հենց այդ մարդիկ կործանարար են մեր պետության համար։ Մենք պետք է ունենանք պատասխանատվություն մեր ինքնության, մեր պատմության, մեր միլիոն նահատակների, մեր արժանապատվության առաջ։ Ու պետք է պահանջենք Թուրքիայից, որպեսզի այս process-ը, խաղաղության process-ը ու Ադրբեջանին պետք է կոչանենք, որպեսզի ամրագրվի, պետք է հաշվի նստել պատմական իրողության հետ։ Այլապես ես չեմ կարող վստահ լինեմ, որ չի կրկնվելու նույնը, ինչ եղել է 100 ավել տարի առաջ։ Վախը պարտության սկիզբն է։